Երեխաներ, Հայկ Նահապետն է։ Հայկ Նահապետը եղել է հայ ժողովրդի նախահայրը։ Հայկ Նահապետը կռվելով բերի դեմ հաղթեց նրան եւ այդ հաղթանակը դարձավ հայ ժողովրդի ազատության եւ անկախության խորհրդանիշը։ Եվ Հայկ Նահապետը իր ընտանիքով ապրեց Արարատում։ Եվ այդ վայրը, որտեղ նա ապրեց, կոչվեց Հայաստան, իսկ իր սերունդները կոչվեցին Սեք մեր Արարատում։ Կարող եք ինձ ասել, տեսեք, յուրաքանչյուր երկիր ունի իր խորհրդանիշը երեխաներ։ Այ մեր երկրի խորհրդանիշներից մեկը կարող եք ասել։ Ասա Ալեն։ Արեք։ Այդ խորհրդանիշներից մեկը դա Հայաստանի զինանշանն է։ Այո, Հայաստանի զինանշանն է երեխաներ։ Այ զինանշանի կենտրոնը ի՞նչ է ծեծվում երեխաներ։ Ես։ Չէ, ես չկա, ձեռքով ներ։ Դավիթ ասա։ Զինանշանի կենտրոնում տեսնում ենք Արարատ լեռը։ Շատ։ Արարատ լեռը քանի կարգատուն երեխաներ։ Մարիա ջան, կասես Հովհաննեսյան, Արարատ լեռը քանի կարգատուն է։ Արարատ լեռը ունի երկու գագաթ։ Շատ ապրել։ Այ կարող եք ասել Արարատ լեռան գագաթները ինչպես են կոչվում։ Վանովի ջան, կասես ինչպես են կոչվում։ Արարի գագաթները կոչվում են Շատ ապրել, սիս և մասիս։ Այ երեխաներ, աջ և ձախ կողմի մինչև տեսնում զինանշանի։ Ասա Էլա ջան։ Աչում գտնվում է արձը, բայց ախորում գտնվում է արձիվը, օգնությունը քաջություն և ուժ։ Շատ ապրեք երեխաներ, քաջություն և ուժ։ Ահա, մեր հաջորդ առաջադրանքն է։ Իսկ հաջորդ խորհրդանիշը կարող եք ասել որ երեխաներ։ Մեր հաջորդ խորհրդանիշներից մեկը դա Հայաստանի դրոշն է։ Այո, դրոշը ինչպիսին է երեխաներ։ Քանի գույն ունի դրոշը։ Դրոշը ունի երեք գույն։ Այո, կարող եք ասել կարմիր գույնը ինչ է խորհրդանիշը։ Վերևում գտնվում է կարմիր գույնը, որը խորհրդանիշում է քաջություն։ Շատ ապրեք, իսկ կապույտ գույնը ինչ է խորհրդանիշում, Ալեն։ Կապույտ գույնը խորհրդանշվում է խաղաղ և բաց երկիր։ Շատ ապրեք, իսկ ծիրանագույնը Գայանե։ Ծիրանագույնը խորհրդանշում է մեր ժողովրդի աշխատասիրությունը։ Շատ ապրեք երեխաներ, այո, տեսնում եք որքան գեղեցիկ են մեր երկրի խորհրդանիշները երեխաներ, բայց գիտեք մեր երկրի խորհրդանիշներից բացի նաև գեղեցիկ է մեր բնությունը, բարձր լեռները երեխաներ, հայկական լեռնաշխարհը։ Այ կարող եք ասել Հայաստանի ամենաբարձր լեռը որն է։ Ուզում եմ բոլորի ասեմ, Գոր ասան ամենաբարձր լեռը Հայաստանում։ Արագած լեռը։ Արագած լեռը։ Արագած լեռը քանի գագաթ ունի Ալեն։ Ունի 4 գագաթ։ Արագած լեռը ունի 4 գագաթ։ Այ Նարեկ ջան, դուք հաշվենք գագաթները, տեսնենք ճիշտ է, Նարեկ ջան։ 4 գագաթ ունի երեխաներ։ Մենք հիշում ենք, չէ, որ Արագած լեռը ամբողջական դարձեցինք փազլի միջոցով, չէ, կառուցեցինք Արագած լեռը եւ չափումներ կատարեցինք, չէ, երեխաներ, կարող եք ասել երեխաներ, մենք չափումները ինչպես կատարեցինք։ Նախ ասեք, թե տեսնեմ ինչպես են գագաթները դասավորված, ասա Մոնա։ Գագաթները դասավորված են փոքրից մինչև մեծ։ Փոքրից մեծ, այդ ինչ արեցինք, որ հասկացանք ինչպես են գագաթները դասավորված։ Ֆելիքս կասես։ Մենք կատարեցինք արկաչափում, գագաթից մինչև հատակ։ Ցույց կտաս գագաթից մինչև հատակ հատվածը։ Գագաթից մինչև հատակ։ Շատ ապրեք։ Այ գագաթից մինչև եւ ինչպես հասկացաք, որ ամենաբարձր գագաթը որն էր Արթուր։ Ինչպես հասկացաք։ Պարապմունքի ընթացքում պատմվեց, որ ամենաերկար թելը ամենաբարձր գագաթը։ Այո երեխաներ, մենք շապուներ կատարեցինք եւ միասին տեսանք, հասկացանք, որ ամենաբարձր գագաթը ամենաերկար թելն է։ Քանի որ մենք ծանոթ չենք, չէ՞ գործիքներին երեխաներ։ Եվ շապուները կատարում էին ինչի միջոցով։ Շապումները կատարում ենք որքան կարմիր թելով։ Այո, որքան կարմիր թելով։ Շապուները կատարեցինք աչքաչափով, բայց ինչի օգնությամբ կատարեցինք որքան կարմիր թելով։ Այ կարող եք ասել, ինչ է որքան կարմիր թելով։ Ասա Մանվեր։ Օրգաններ տամիցատեր։ Այո, միջատը որտեղ է հանդիպում, միլիարդ։ Որը մեզ որթան կարմիր տամիցատեր, որը մեզ հանդիպում է արևելյան դաշտում։
միջատը եւ ստացվել է շատ գեղեցիկ կարմիրներ։ Ու այդ ներկով ինչ են պատրաստել, ինչ են Վերջան գրաֆիս ինչի մեջ են օգտագործել այդ որքան կարմիրները։ Որքան կարմիրները օգտագործել են մանրանկարչության մեջ։ Այո, մանրանկարչության մեջ ինչեր են գործել այ երեխաներ գրքյալներ ինչով են Գործել են հայկական գորգեր։ Այո, հայկական գորգեր, տեսեք երեխաներ մեզ մոտ ունենք հայկական գորգ։ Այ հայկական գորգի վրա ինչպես եք տեսնում։ Ասա միլա։ Ինչպիսի պատկեր, նախշեր, գույներ, ձևեր, չէ՞։ Այ մեր գորգի վրա ինչ պատկեր եք տեսնում։ Նախշեր, այո, ինչ պատկերներ եք տեսնում։ Ասա Ֆելիքս։ Գորգի վրա ես տեսնում եմ ուղղանկյունը։ Այո, ուղղանկյունը, կմոտենաս ցույց տա։ Այսինքն տեսնում ես երկրաչափական պատկերներ, չէ՞ Ֆելիքս։ Այո։ Դե ցույց տուր ուղղանկյունը նկարագրի։ Ուղղանկյունը ունի 4 կողմ, 4 կողմեր, 4 անկյուն։ Հիմա ցույց տուր ուղղանկյունը։ Ահա, ցույց տուր կողմերը։ 1, 2, 3, 4։ Այո, հիմա ասա, թե հավասար են կողմերը։ Ուղղանկյան կողմերը իրար հավասար չեն, միայն հանդիպակաց կողմերն են իրար Ցույց հավասար։ կտաս հանդիպակաց կողմերը։ 1, 2, 1, 2։ Շատ ապրեք։ Երեխաներ, ձեզ մոտ կան նաև պատկերներ։ Ցույց կտաս ինձ ուղղանկյունը։ Շատ ապրեք, դրեք ձեր դիմաց։ Հիմա հաջորդ պատկերը ով կներկայացնի։ Արի մանվեց։ Այ դու ինչ պատկեր ես տեսնում մանվեց։ Այո, ցույց տուր եռանկյունը։ Ցույց կտաս։ Նստի։ Հիմա ցույց տվեք եռանկյունը երեխաներ։ Ապրեք։ Շատ լավ, հաջորդ պատկերը ով կներկայացնի։ Արին օնը։ Ծվածիրը ունի ոչ կան, ոչ կակած, ոչ անկյուն։ Դա դժվար է։ Եվ դժվար է։ Այո, հիմա ցույց տվեք ծվածիրը։ Շատ լավ, դրեք ձեր դիմաց։ Հաջորդ պատկերը ով կներկայացնի։ Գոհ կգա։ Որ պատկերն ես ներկայացնում։ Այո, նկարագրի քառակուսի։ Քառակուսի ունի 4 անկյուն, 4 կակած, 4 անկյուն։ Շատ նավեց։ Կողմերը հավասար են, թե անհավասար են։ Հավասար է։ Իսպի, հաջորդ երկրաչափական պատկերով։ Այստեղ ինչ եմ հարցել, Սոնը արմը։ Ինչ պատկեր ես տեսնում, հա? Ես երկրաչափական պատկերներից տեսնում եմ շրջան։ Ցույց կտա շրջանը։ Դե նկարագրի շրջանը ինչպիսին է։ Շրջանը չունի ոչ կողմ, ոչ գագաթ, ոչ անկյուն։ Շրջանը շատ լավ։ Իսկի, երեխաներ, այ կարող եք ասել երկրաչափական պատկերներից որ պատկերն են իրար նման, ինչով են նման և ինչով են տարբեր։ Ասա Ֆելիքս։ Ուղղանկյունն ու քառակուսին իրար նման են, որ երկուսն ունեն 4 կողմ, 4 գագաթ, 4 անկյուն։ Իսկ ինչով են տարբեր։ Տարբեր են, որ ուղղանկյան կողմերը իրար հավասար չեն, միայն հանդիպակաց կողմերն են հավասար։ Իսկ քառակուսու բոլոր կողմերը իրար հավասար են։ Հաջորդ պատկերը, ասա Նոնա։ Հաջորդ պատկերը նման են իրար շրջանն ու ծվածիրը։ Որ երկուսներ չունեն ոչ կան, ոչ գագաթ, ոչ անկյուն։ Շատ լավ։ Հոգնեցիք երեխաներ, ոտքի կանգնեք, վիզացանանեք, ես հոգնեք։ Շատի դուհի խրասեք, ինչ որ ասեք բրեք։
Հիմա կարող եք ասել գաթանից, որ ինչպիսին է։ Ամբողջական։ Շատ ապրեք գաթան ամբողջական է։ Եթե ես գաթան մեկ անգամ կտրեմ, եթե գաթան մեկ անգամ կտրեմ, քանի մաս կստացվի։ Էլինա ջան, կանգնեք, քանի մաս կստացվի։ Որ մեջերից կտրեցիք կստանանք երկու մաս։ Երկու ինչպիսի մաս։ Հավասար մաս։ Այո, հավասար մաս։ Կմոտենաս, տեսնենք ինչպես անենք, որ հասկանանք հավասար են, ու ասենք, որ հավասար են։ Ինչպես հասկանանք հավասար են, թե ոչ։ Նախ ասա։ Պետք է ardunակ եղանակով համոզենք, որ մասերը իրար հավասար են։ Շատ լավ, հիմա փորձի համոզենք, տեսնենք մասերը իրար հավասար են։ Մասերը հավասար են իրար։ Այսինքն ardurման եղանակով որոշեցինք մասերը հավասար են, թե ոչ։ Հիմա երեխաներ կարող եք ասել, ամբողջ գաթանը մեծ, թե նրա երկու հավասար մասեր։ Իսկ կարող եք ասել, ամբողջ գաթանը փոքր, թե նրա երկու հավասար մասերից մեկը։ Լավ, գաթան մեկ անգամ կտրելիս քանի մաս ստացվեց երեխաներ։ Իսկ եթե գաթան երկու անգամ կտրեմ, քանի մաս կստացվի։ 4 մաս, եկեք հաշվենք։ 1, 2, 3, 4 Ուրեմն ունեմ այսպիսի առաջադրանք։ Տեսեք երեխաներ, իմ ձեռքի պատկերներ են, որոնք բաժանված են մասերի։ Առաջադրանքը այսպես է։ Դուք պետք է կարողանաք պատկերը ամբողջացնել, ardurման եղանակով ինձ ասեք մասերը հավասար են թե ոչ, եւ մի երկու նախադարձով պատմեք այս պատկերների մասին։ Համաձայն եք։ Առաջին շեղանը հիմա ուշադիր երեխաներ։ Կարող եք ասել, որ պատկերն է դա, որ դուք հավաքել եք միասին։ Դիմաց ինչպիսի ինչ կարգ։ Ահա։ Շենքի դիմաց կանոնատված է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արձանը։ Իսկ ում անունով է, Ալեն ջան, կարող ես ասել, ում անունով է օպերայի եւ բալետի շենքը։ Ալեքսանդր Սպանդիարյան։ Արկուջան, կարող ես ասել, քանի մասից է կազմված ձեր պատկերը։ Մեր պատկերը կազմված է 6 մաս։ Այո։ Նվարալիքը շրջապատված է սարերով։ Այո, լեռներով, բարձր լեռներով։ Այ կարող եք ասել, ձեր սեղանի ինչ է պատկերված, իրա։ Մեր սեղանը պատկերված է Մատենա լեռան, այո։ Այսօր Մաշտոցի արձանը եւ Էլինա ավելացնելու բանն է։ Ասա։ Մատենադարանում պահում են հին ծրագրեր և պատմություն։ Այո, քանի մասից է կազմված ձեր պատկերը։ Արտուրը ասաց, որ սա օպերայի եւ բալետի շենքն է եւ իր առջևում կանգնացած է Արամ Խաչատրյանի արձանը։ Շատ հաճախ այս շենքում լսվում է նաեւ հենց Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, բայց Արամ Խաչատրյանից բացի նաեւ մենք ունենք Կոմիտաս, որը ինքն է եղել հայկական մշակույթի երեխաներ, չէ՞։ Եվ նա մեզ համար երգեր է մշակել, հավաքագրել, որպեսզի այսօր մենք կարողանանք երգել եւ սովորել։ Հաջորդ առաջադրանքը այսպիսին է երեխաներ։ Ուրեմն պետք է կատարենք Կոմիտասի ջան գառնուկ երգ։ Յուրաքանչյուր գառնուկ բառի ժամանակ պետք է մեկ անգամ ծաղկալ։ Եվ ես մեկ սիրանափով կդնեմ այստեղ ու կհաշվենք, թե երգի ժամանակ որքան անգամ հնչեց գառնուկ բառը։ Լավ, ինչու սիրանափով որոշեցի ես դնեմ։ Այն կերպով տիրապետում է շվին։ Այո, այլ կերպով տիրապետում է շիվին։ Գերիս նշանավորական։ Կապե բազի ծնծանան, դե
Հաշվենք։ 1, 2, 3, 4, 5, 6, 7 Փոքրիկ ծիրանենի ծուխ, որտեղ ծիրանենու պտուղներն են, որոնց վրա թվեր կան, բայց թվերը խառն են։ Եկեք աճման կարգով հավաքենք թվերը։ 10, 9, 8, 7, 5, 6, 7, 2 Այստեղ նաև ունենք խաղատներ, որոնք ուզում եմ դասավորեք զորք և կետ թվերի վրա։ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 Հայաստանի մայրաքաղաքը կասեցնոն է, ասա Հայաստանի մայրաքաղաքը դա Երևան։ այո, Երևանը շատ հաճախ Երևանին անվանում են վարդագույն քաղաք, կարող եք ասել ինչու, Որտեղ կառուցել են վարդագույն քարերով։ այո, վարդագույն, այստեղ մենք ունենք շենքեր երեխաներ, որոնք ունեն իրենց համարները, բայց շենքի բնակիչները խառնվել են, այստեղ թվերով ունենք մենք, որոնք խառնվել են, եկեք ամրապնդենք թվի կազմությունը և շենքը լրացնենք իրենց հարևաններով։ Ասա Նոնա ջան, Կազմված է 4-ից և 4-ից։ Եցի նոքացություն, հաջորդը միլա, 7-ից և 1-ից, 3-ից և 5-ից։ 2-ից 2-ից, Ալեն ջան, ասա տվեք, 3-ից և 7։ այլ տվեք, 1-ից 7-ից կազմված է, ուրիշ ինչ կարող է, ասա, 7-ից և 1։ ավելի սկնա փախել, 8-ը կազմված է 6-ից և 2-ից։ արի, ասա Դավիթ ջան, էլ ինչից է կազմված 8-ը, այ 7-ը մեկը ասել են, այ կարող ես ասել 5-ից և ինչից, 3-ից։ 5-ից և 3-ից, գտի թվանշանը թափ, Արթուր ջան ասա, 3-ից և 5-ից։ 3-ից և 5-ից, արի թափսրու, Երեխաներ, մենք մեր առաջադրանքով հավաքեցինք մեր փոքրիկ Հայաստանը։ Սա մեր փոքրիկ Հայաստանն է երեխաներ։ Եվ մենք բոլորս ապրում ենք այս փոքրիկ ու շատ գեղեցիկ երկրում։ Երկիր, որ ունի մշակույթ։ Մշակույթը պետք է պահպանենք։ Այս փոքրիկ երկիրը ձեր ձեռքերում է երեխաներ։ Ճանաչեք, որպեսզի կարողանաք այն պահպանել։